Ականատեսները նախ ուժգին ձայն են լսել, ապա տեսել են, թե ինչպես է աչքի առաջ ճանապարհը ձորը գլորվում։ Վերջիններս վկայում են, որ 2 օր առաջ հիշյալ տարածքում բեռնատար է ձորն ընկել, որի բեռնախցիկը բարձրացնելու համար բերվել է 2 ամբարձիչ։ Բարձրացնելու ընթացքում երթևեկությունը դադարել է, ինչի պատճառով առաջացել է խցանում եւ ճանապարհի հիշյալ հատվածում սկսվել է իսկական սողան եւ ամբողջ ճանապարհը մեքենաների հետ միասին թափվել է ձորը։ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար փոխգնդապետ Ավետիս Մանուկյանի խոսքով ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով 3 կորածների թիվն ավելացել է։ Անհետ կորած համարվել են 10 հոգի, որոնցից 3-ն արդեն գտնվել են, մնում էին 7-ը։ Կատարվում են որոնողական աշխատանքներ։ Փրկարարները հաշվարկել են 35 երևացող մեքենա, որից 8-ը բեռնատարներ են, մնացածը մարդատար են։ Կան նաև 2 ավտոկռունկ։ Հնարավոր է, որ չերևացող մեքենաներ եւս լինեն։ Երևացողները ստուգվել են, դրանց մեջ մարդիկ չեն հայտնաբերվել։ Հնարավոր է, որ անհայտ կորածների թիվը փոխվի։ Անհայտ կորածների թիվն այս պահին 7-ն է, եթե թթվածին է հերիքի 5 օր առանց ջրի եւ 15 օր առանց հացի մարդը կարող է գոյատևել, ոսկե ժամը դեռ չի անցել։ Եթե հաշվարկում ենք 18-ից 20 րոպեից, դեռևս 20 ժամ է անցել, վստահեցնում է Ավետիս Մանուկյանը։ Քիչ անց դեպքի վայրի ժամանի նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը այս պահին կրկին սկսել է անձրև տեղալ։